Մենք գտնվում ենք ըստ էության, երևի թե օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառով գտնվում ենք ստագնացիոն process-ում, տնտեսական զարգացման առումով, բայց ես ուզում եմ մտածել, որ կարծես թե լույս է բացվում, որ մենք այս առումով երևի թերություններ կունենանք առաջիկայում։ Ուրեմն մեր երկիրը ըստ էության կառավարվում է մոնետարիզմով, մոնետարիզմը ինչ է լիպվի, կեղծ նауկ գիտություն է, որը 44 թվականին դեռևս ստեղծվելով, ես մտածում եմ, որ սա հեռուստացույցով ցույց չտանք, էլի 44 թվականին գեոկառավարողները ստեղծեցին այդ համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, որպեսզի մեր նման ճորտ, մեր նման չէ, այսինքն ճորտ որպեսզի ճորտ երկրներին ընդհանրապես ճորտացնեն։ Եվ դուք պատկերացնում եք ամբողջ տնտեսական զարգացումը, տնտեսական համակարգի զարգացումը պայմանավորված լինի փողով։ Փողը ինչ բան է տվյալպարական, ոչ այլ ինչ է, քան հասարար, ուրեմն հաստոցի տակից դուրս եկող նկարված թղթեր։ Նկարված թղթերով տնտեսական զարգացում տեղի չի ունենում։ Եվ անցած տարվա եւ համեմատությունները, եթե վերցնենք եւ այլ անենք, ես համաձայն եմ, որ նմանատիպ աճ հնարավորին յուղ կա։ Այսինքն, որովհետեւ այն ժամանակ այնքան մեղած է Երևանին, որ յուրաքանչյուր որևէ մի բանի աշխատանք կարող է բերել յուրաքանչյուր աճի։ Բայց ասեմ, որ ամենավատթարագույն թիվը, որը կա այսօր Հայաստանի համար, իմ կարծիքով, դա համախառն արտաքին պարտքն է, համախառն, որը կազմում է 6 միլիարդից ավել դոլար, որի 44%-ը մոտավորապես կառավարության այնտեղ կան վարկեր, որոնք ստացել են հաղորդական բանկերը եւ այլն։ Եվ իմ համար շատ վատթարագույն վիճակ է ստեղծել այն առումով, որ տնտեսության կառավարման համակարգը մեր կառավարությունը ընտրել է փողային ռեսուրսներով կարգավորումը, այսինքն մոնետարիզմը այսպես կոչված։ Եթե նայեք փետրվարից 3 անգամ բացացել է վերավարկավորման տոկոսը։ Եվ այն այսօր արդեն դառել է 8.5%։ Իսկ լոմբարդային ռեպո գործարքների համար, որը շատ հաճախ է լինում բանկերի մեջ, 11%-ի մոտեցել է։ Գտնվելով ֆինանսական ճգնաժամի մեջ, անշուշտ որակական առումով կառավարման չի գտնվել բարձրությունքում, եւ բնականաբար օպերատիվ բնույթի խնդիրներ գոնե պետք է լուծել։ Բայց դա տեղի ունեցել մինչև այս պահը, եւ ես կարծում եմ, որ մեկնարկը սկսված է, մասնավորապես որքան էլ որ այնտեղ տարբեր ֆինանսական միջազգային կառույցներ ուզենան իրենց մտահոգված զգան, բայց հանրապետության նախագահը հստակ միարժեք ասեց տնտեսական զարգացման ամենատարբեր ոլորտերում ներդրումային քաղաքականության խթանման համար ինչու՞ չէ այո, եւ դա այդպես են վարվել բոլոր խելոք կառավարիչները, մենք կարող ենք արտոնությունների ամբողջ մի համակարգ ուրեմն սահմանել համապատասխաններ դրողների կամ գործունեություն իրականացնողների համար։ Մարդը, որը միշտ մտածել է մոնետարիստական գաղափարախոսության ներդրման, հիմա բերվել է մի իրավիճակի մեջ դրվել է վարչապետ, որտեղ գլխավոր իր խնդիրը իմ կարծիքով եղել է վարկավորման ապահովումը, փող բերել, այսպես ասած։ Համաձայն եք։ Այսինքն իներցիայով ինչ-որ Հրապարակայում Կարապետյանը սխալ բան չի ասում, չնայած ես ուզում եմ չհամաձայնվեմ, Այդ փոստաճանի հետ ամբողջ շատ չեն կամ ճիշտ է համաձայնում։ Ով է մեղավոր ամբողջ համակարգը, գիտեք ինչ է։ Որտեղ մեր բոլոր վարկերը, նույնիսկ այն պարագայում, երբ վերցվել են տնտեսության զարգացման համար, վերջի տնտեսական որոշակի մեխանիզմներով ուղղված են եղել քաղաքական խնդիրների լուծմանը, այսինքն այնպիսի իրավիճակ չստեղծվի երկրում, որպեսզի սոցիալական բունտի չհասնի։ Առաջի հերթին դրա մասին են մտածել, եւ եթե նայեք, գերխնդիրը եղել է դա։ Այլ ոչ թե տնտեսության հենց բուն զարգացումը երբևիցե այդպես չի լինում տարանջատված քաղաքականություն եւ տնտեսական զարգացում, սերտ կապված են, փոխ պայմանավորված են, բնականաբար մեկը մյուսին այդպես սիմուլտանից է կամ հակառակը։ Պարզապես միտեղ գրել են, որը ես չեմ կարող ասել, իրականության հետ համապատասխանում է, թե չի համապատասխանում։ Եթե չի համապատասխանում իրականությանը, ինչի մասն է
ուզում որ լսեք։ Իսկ եթե ասենք համապատասխանում է, ասենք անձը երկիրը ղեկավարած մարդու կարողությունը գնահատում են այնքան, ինչքան երկրի արտաքին պարտքը։ Ընդհանրապես տեսեք, դուք հիմա եթե եք մեջտեղ բերում, որպեսզի հարց ձևավորվի։ Ոչ միական եթեները գոյություն չեն ունեցել աշխարհում։ Եթե հավատանք այն ամենին, ինչ տպում է Եվրոպետ Քոչարյանը ունի այդ կարողությունները եւ այդ ձեռնարկությունները, որը ես ինձ թույլ եմ տվել 2007 թվականին ուղղակի հեռուստատեսությամբ միակն եմ եղել, որ հերթով բոլորի ներկայացրել եմ, եթե հիշում եք։ Եվ մեծ մասամբ հիմա ոչ մեկ աշխատանքի չի հանված են բոլոր աշխատանքից, մինիստրների նկատի ունեմ։ Եթե հավատանք, որ այդպեսին է, պետք է ուղղակի մտածենք, որ այդ կլան է, ուղղակիորեն այդքան փող է, այսինքն վերցրել երկրից։ Հիմա դա բիզնեսի արդյունքում է եղել, դա եղել է ուղղակի գողություն, դա եղել է գործընթաց, որի ընթացքում օգտագործել են իրենց իշխանական հնարավորությունները եւ այդ փողը ավելի հեշտությամբ են աշխատել, այսինքն չեն ստվերում են աշխատել, մաքսային վճարները այդպես չեն կատարել եւ այլն։ Երկխոսությունը արդեն սկսվել է, վաղ ջրբաժան չի լինի։ Վաղը իմ կարծիքով Այն կացքով տեղափոխվի դա, որովհետև ճիշտ ասենք այդտեղ տրամաբանություններ ինչ-որ չափի կա, որովհետև որոշակի պահանջներ կատարվել են եւ գնում է երկխոսություն։ Միանգամից ասել, լավ է այդ երկխոսությունը, թե վատ, որովհետև բացը կծուակի եղի։ Իմ կարծիքով եթե այդ երկխոսությունը բերելու է նա, որ իշխանությունը է ուղղակի կիսվելու, դա շատ վատ է, թե ժողովրդի, թե հատկապես ՀԱԿ-ի համար։ Դրանք պահանջներ չեն, դրանք մտահոգություններ են երկրի համար եւ այդ մտահոգությունները ըստ էության մեր իշխանությունները գիտեք նկատում եք կիսում են։ Եվ այդ վերաբերյալ այո, քայլեր անում են, ինչի՞ չէ։ Ասենք հիշում եք այդ օրենատաղաները, որ մեկարված են, ահա որ մեծ մի էջ է, չէ, հիմա շատ փոքր մաս է մնացել, չէ։ Դասադասը մազդան վաղ կվերջանեն մարդի, այսպես այդ նկարները կվերջանան։ Վաղը վերջանան միջև։ Վաղը չէ, այսինքն վաղը չի մի սուրը։ 20 դոչումի դոյ մի սամսվա 10 Դանից էականորեն խնդիրը չի փոխվելու։ Ինչ վերաբերվում է, ասենք, թե մարտի մեկի գործի ուսումնասիրությանը, դուք հասկացաք, որ մենք պետք է ուսումնասիրենք, այդ գործը շարունակենք։ Ինչ եք ուզում։ Մարտի մեկի գործի ուսումնասիրության ամբողջ ուսումնասիրության տիրույթը հանրապետության նախագահան գտավ, որը հենց հատկապես նշեց, որ ամենաշատը ինքը գիտի ամեն։ Այսինքն մենք միգուցե նաև հասկանային, որ մարտի մեկի գործը որպես այդպեսին ավարտված է, բայց հանրապետության նախագահը ասեց, այլանդից դա շարունակման կարիք ունի։ Եվ ես չեմ կարծում որևէ մեկին համար ստեղծված գործ է, որևէ մեկի պատասխանության տանջել։ Մեր քաղաքական ուժերը ոչ մեն էլ ըստ էության, ասենք, չի ուզել, որ հասարակության ընդհանրների ստացվեց։ Երկխոսությունը շատ լիրիկական ու գրական բառ է, ինչ նշանակում երկխոսություն։ Եվ չեմ լսնեք այդ խոսելու, բայց քո կողմից բարձրաձայնված մտահոգությանը տեղ է։ Հասկանում եք, ստեղ երկխոսությունը որպես այդպիսի, բացարձակապես նշանակություն չունի։ Բայց եթե ասենք ստացվի այնպես, որ երկխոսության այսպես կոչված երանները լինեն, մեր հասարակությանը մատապատ է։